Մեկ է տեսնում ես, այն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում, սենց արած, գալիս սենց ինչ-որ գործողություն են անում, սենց արած, էլի դուրս են գալիս, ասում եմ, այս ինչ հաշիվ է, ժողովուրդ, Էս ինչ հաշիվ է։ մեր կառուցած Մեկ խաղաղվում, մեկ անսպասելի հունից դուրս է գալիս Փաշինյանը։ Հարությունում դուք շաշ չունեք, դուք բացի շուն ու շանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարա ունենաք։ Դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում։ Ինչու է բղավում Փաշինյանը, ինչու է անդիմախոսներին անպատվում, եթե համաժողովրդական պաշտամունքի կենտրոնում ինքը միակն է ու անփոխարինելին։ Վերջին օրերին Փաշինյանի հիստերիան շատ ավելի ակնհայտ է դարձել։ Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը հասկանում է վարչապետի հիստերիայի նոր Դուք շանս ունեք ավելի վտանգավոր դրսևորումների պատճառը։ Բարև ձեզ։ Ըստ падգամավորի ուրախ ավտոբուսի թիվ 1 ուղևորը իր մարզային այցերից հասկացել է, բացվել են ժողովրդի աչքերը։ Ինչ գնով։ Մարդիկ արդեն կասկած չունեն, որ նրա բերած խաղաղությունը բլեֆ է։ Փաշինյանն էլ որոշել է ընդդիմությանը պատերազմի կուսակցություն հռչակել։ Այդքան որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, Ընդդիմադիրներին ուղված այս մեղադրանքները ըստ Գալստյանի պայմանավորված են Ալիևի շանտաժով։ Խոստացել է, որ անպայման հաղթելու է ընտրություններում ու միայն այդ դեպքում կարող է կատարել Ադրբեջանի նախագահի նոր պահանջները։ Քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, մեկ կանոն ունի։ Շարունակական կապիտուլյացիայի կամ փուլային կապիտուլյացիայի այսպես վարքագիծ տալ, հանձնել եւ ապահովել սեփական աթոռը, ուրիշ անուն չունի։ Աթոռը պահելու համար ըստ ընդդիմության Փաշինյանը ստիպված է հարձակվել բոլոր այն ուժերի վրա, որոնք կարող են սպառնալ իր իշխանությանը։ Դուք այնքան թույլ եք, որ թե Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից։ Հայաստանի վարչապետը չի հաշտվում նաև այն քաղաքացիների հետ, որոնք մերժում են նրան։ Այնպես է ձևակերպում միտքը, որ ասես շուն շանգյալ է համարում նաև ՔՊ-ին ձայն չտվողներին։ ես չեմ կարա հավատամ, կներեք հազար ներողություն, եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից նման լեքսիկոնը բացառելու պատմական հնարավորություն ունեն քաղաքացիները հունիսի 7-ին, ասում է ընդդիմադիր падգամավորը։ Հավաքական գիտակցումով ուղղակի վերջակետը դնենք Հայաստանի կոլապսին եւ կազմաքանդումին, ինչը այս քաղաքական ուժի այսպես ողբերգական հետագիծն է։ Ըստ Լիլիթ Գալստյանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, պետք է գնալ ընտրության ու քվեն տալ խորհրդարան անցնելու ռեալ շանս ունեցող ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Կարեն Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։